Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Կամուրջը քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Երեք տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը լինելու էր մայիսին, հետո պատճառաբանվեց, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս բավարար չէ, որպեսզի Ադրբեջանի նախագահը գա Հայաստան, եւ բացի այդ մենք տեսնում ենք, որ շարունակվում է Արևմտյան-Ադրբեջան խոսույթի քարոզը Ադրբեջանում, նաեւ Բրյուսել են գնացել եւ Ադրբեջանի պատգամավորներից մեկը Ազիզ Ալիքը Պերնին նշել է, որ հայերը պետք է լսեն, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Ընդհանուր առմամբ, եթե խաղաղությունը հաստատված է, ապա այս քարոզչությունը ինչի համար է արվում եւ ինչ մեսիջներ է ուղարկվում մեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, ինչի համար Ալիևը չի գալի Երևան։ Այն, որ Ադրբեջանը սատարում է այս իշխանության եւ սատարելու է միջև վերջ, դա ակնհայտ է, պարզ է, բայց դրա հետ մեկտեղ Ալիևը նաև ունի խնդիր ներքին հայատյացության պահպանման եւ ըստ էության քանզի ինքը հեգնական շանտաժով է խոսում այս իշխանությունների հետ, այնուամենայնիվ հա հետաքրքրված լինելով որ իրենք մնան իշխանության տեղավորվում է այսպես կոչված բալանսի խաղի մեջ Թուրքիա եւ Ադրբեջանը, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը հետ անպնդելով նույն աբովանդակ նպատակ Հայաստանի Հանրապետության մաքսիմալ թուլացում հեռանկարային ապամոնտաժման հա գործընթացի ներքո ապա տեսեք այ հիմա ձեր տաղավարում եկեք կանխատեսում անենք ուրեմն Էրդողանը հաստատ գալու է Ալիևը չի գալի կարծում եք կգա Էրդողանը հա համոզված եմ բա սրանց պետք է պահի բա ոնց չգա ուրեմն տեսեք այս իշխանության վերաբերյալ հա եւ առհասարակ երկու ավճիշտ մի կոնցեպտ է աշխատում երկու հիմնական դրույթով։ Դրույթ համար 1 Թուրքիա-Ադրբեջանը հետաքրքրված են, որ այս իշխանությունը մնա, անելու են ամեն ինչ հնարավոր է։ Ինչքան ավելի մոտիկ եկավ Այսինքն ընտրություններից առաջ կգա Էրդողանը նաև կհամընկնի այս միջոցառման հետ, որ կայանալու է, այո։ Ինձ թվում է։ Գալու է, բայց այստեղ Թուրքիա-Ադրբեջանը բալանսի վրա են խաղում։ Թուրքիան խաղում է բարի ոստիկանի դերակատարությունը, հա, այսպես կոչված այդ խաղի մեջ, իսկ Ադրբեջանը չար ոստիկանի։ Այսինքն հայերեն ասած համ դեղում են, համ եղում են։ Խնդիրը նրանումն է, որ մենք համառորեն հրաժարվում ենք հասկանալ, որ մեզ Հայաստանի Հանրապետությանը այսօր գործոնից, հա, գործոն պատկերացրեք ամենայն ցածր, հա, քաղաքագիտական մակարդակով կարգավիճակից վերածել են գործիքի մեզ հենց ինքնաոչնչացման տանելու համար, ինչը դա ենթադրում է հետևյալը, որ մեզ հա փորձում են իբր խաղաղության պատրանքով համոզել ասել, որ գիտեք ինչ կա խաղաղություն է եկել եւ այս պարագայում խաղաղության միակ երաշխիքը այս իշխանությունն է, ինչը աբսուրդ է, չէ՞։ Եվ եթե այս իշխանությունը չլինի, ապա խաղաղություն չի լինի, ինչը 180 աստիճան հակառակ է։ Մենք ինչ ենք հասկանում խաղաղություն ասելով։ Խաղաղություն ասելով մենք հասկանում ենք, հա, որ պետք է լինեն նվազագույնը որոշակի երաշխիքներ, հա, արտաքին, ներքին եւ այլն, բալանս ռազմաքաղաքական, տնտեսական բալանս, որքանով մենք կարող ենք, որը թույլ չի տա Թուրքիան եւ Ադրբեջանի մեր վրա ճնշում գործադրել։ Այս իշխանության տեսլականի ներքո խաղաղությունը դա դիտարկվում է լոկ Թուրքիա եւ Ադրբեջանի տեսլականի ներքո, որը Հայաստանի գոյությունը չի ենթադրում, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մեզ ասում են տեսեք սահմանի վրա չեն կրակում, բայց այն որ պայմաններ են նախապատրաստվում առհասարակ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման, դրա մասին մեզ չեն ասում, որ տրամադրություններից չընկնի։ Հակառակը դրա մասին խոսում են բավականին ակտիվ եւ բացի խոսալը առաջ են տանում նույն թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները, նույն այդ Ազիզ ազգանունը դրա մոռացա Ալիկ Պերնի, ինքը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ղեկավարն է, ինքն էլ падգամավոր Ալիևի ֆրակցիայից եւ այլն, այսինքն ուղիղ կապ ունի։ Էսի դու սա գալի ասում է, եթե հայերը Ալիևին չլսեն, ապա Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա։
ըստ էության նույնը կրկնում են իշխանությունները, երբ որ շանտաժի համատեղ ընդգծում եմ, ստե երանկյունա գծվում Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի իշխանություններ։ Այս երանկյունի հիմնական նարատիվը հետևյալն է. եթե չլսեն Ալիևին, իսկ իրանք լսում են Ալիևին ակնհայտորեն բոլոր հարցերում, ապա կլինի պատերազմ, այսինքն երեքն էլ ժողովրդին շանտաժի են ենթարկում պատերազմով այն պարագայում, երբ որ խաղաղության իբրև թե համաձայնագիր այո, է երբ որ հակառակ process հենց այդ 3-ի գործողություններն են բերում պատերազմի, պատերազմը մենակ ռումբեր չեն, պատերազմը օրինակ երկրի ապամոնտաժում է։ Ինչով է տարբերվում, որ գիտեք դա ինչի նման է։ Դա ոնց որ նման է մարդուն սպանեն նարկոզի տակ, թե առանց նարկոզ։ Հիմա մեզ ասում են եկեք ավելի լավ նարկոզի տակ մեռնենք։ Ինքներս մեզ խաբենք, ինքներս մեզ պատրանքների մեջ գցենք ու տենց գնանք իբր դեպի խաղաղություն։ Ստեղ խնդիրը նրանումն է, որ խաղաղության տեսլականը Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության նվազագույնը վերբալ եւ գործողությունների տեսլականի ներքո համապատասխանում է Ադրբեջանի տեսլականին եւ Թուրքիայի տեսլականին խաղաղության, որը ըստ էության բացառում է Հայաստանի արկայությունը, ձեր հարգելի հեռուստադիտողներ արկայությունը ֆիզիկապես։ Հիմա մեզ մեղադրելու են, ասեն ինչու եք դուք Ալիևի Էրդողանի ասացները կրկնում, դուք կրկնեք Փաշինյանի ասացները, խաղաղությունը հաստատվենք, այդ մասին խոսենք։ Երեք օրինակ Սյունիքի մարզպետը ինձ այդ հարցազրույցի ժամանակ 24 նյուզի այդ հարցազրույցի ժամանակ ասում էր ինչու եք անընդհատ բերում Ալիևի ասացները, խաղաղություն է Սյունիքում։ Բերում ենք իշխանության նարատիվը, եթե իրանք չլինեն, կլինի պատերազմ։ Ասվել է, չէ՞, մարդիկ ընտրելու են 26 թվականին խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խաղաղության եւ ոչ խաղաղության։ Այո, դա կրկնում են իրենք Ալիևի խոսքերը, դի մենք չեն կրկնում։ Խնդիրը դրա մասին չի։ Խնդիրը նրանումն է, որ մենք իրենց խոսքերը չեն կրկնում։ Մենք կրկնում ենք կամ հիմնվում ենք դե լավ Հայաստանի Հանրապետության խոսքերի վրա, ինչի համար խոսույթը բռնում է։ Երբ որ մեզ ասում են Սյունիքում խաղաղություն է, մի հատ գնացեք սյունեցիներին մարզպետ, բան դրեք մի կողմ, գնացեք մի հատ Սյունիքի ժողովրդի հետ խոսացեք։ Երբ որ թշնամու գնդացիները, այն թշնամու, ով քեզ որպես հայ չի դիտարկում, նույնիսկ իրավունքի պահով, որ դու ապրես քո երկրի մեջ, դա պետական դոկտրին, ասում է, դա իրանց իբր իրանց հողն է։ Եվ այդ պետության գնդացիները նայում են պատուհանների մեջ, չէ՞, մեր քաղաքների պատուհանների մեջ տաների, հա, մի քանի կիլոմետր հեռավորության վրա Հայաստանի օկուպացված տարածքներում գտնվում են թուրք-ադրբեջանական զորքերը։ Նայում են մեր պատուհանների մեջ, հիմա հարց է ծագում։ Դա է անվտանգությունը։ Գիտեք դա ոնց որ ինչ է, ոնց որ մեկը դանակը դնի մարդու վզին ու ասի կողքի հարևանն ասի, տեսել քեզ չի մորթը, խի ես բորբոքում, հա հիմա դանակը վզի դրած է, հիմա կարող եմ իշտել տենց դրած պայի։ Բայց ոչինչ, թող դանակը վզի դրած լինի, զատո դու ողջ կմնաս, ու իրան մի առարկի, որ ինքը հանգարց վիզը չկտրի։ Բայց պատճառը ինչի համար է ինքը դանակը դրել քո վզին, ինչի համար Թուրքիա, Ադրբեջանը դանակը մեր վզին դրել են արդեն երկար տարիների վեր։ Այստեղ նաև կա հետևյալը, որ ասում եք եկեք հենվենք իշխանության խոսքին, եկեք հենվենք իշխանության խոսքին։ Ասում են ինչու պետք է Ադրբեջանը պատերազմ անի, եթե ամեն ինչ համաձայնեցված է, կարծես թե միայն սահմանադրության հարցն է վերաձևափոխում։ Դա էլ է։ Ինչի համար պետք է Ադրբեջանը պատերազմ սկսի, եթե Հայաստանը հանձնում է կենսական շահերը Ադրբեջանին։ Այստեղ տրամաբանություն կա, եթե Հայաստանը կամովի հանձնում է իր անվտանգային ամբողջ համակարգի ճարտարապետությունը Ադրբեջանին, Ադրբեջանին պատերազմ սկսել այս փուլում իմաստ չկա, ինքը այնուամենայնիվ ստանում է, պատերազմը ինչի համար է լինում։ Երկու գործոն՝ տարածք եւ ճնշում, վերահսկողություն։ Այնա կներեք, Հայաստանի 240 կիլոմետրը քառակուսի վերահսկողության տակ է եւ երկրորդը վերահսկում են ըստ էության Հայաստանի ներքին եւ այո արտաքին քաղաքականությունը, Եվրոնեստի քվեարկությունը ակնհայտորեն ցույց տվեց։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ այս պարագայում պատերազմը, այսինքն դուրս մղումը, հա, հայկական էթնոքաղաքական տարի ինքը վերջնական փուլն է։ Իսկ Ադրբեջանին ինչ իմաստ կա կրակի, եթե դու այս կամ այն առումով տալիս ես։ Իրանց նարատիվը հետևյալն է, պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմ չլինի։ Սա հավասարազոր է, գիտեք ինչի, պետք է պատերազմի ժամանակ հանձնվենք, որ մեզ չսպանեն, միգուցե գերության մեջ մեզ ողջ պահեն։ Այս սա է իրանց տրամաբանությունը։ Եվ ուղղակի չգիտեմ, ամենաբացասական առումով զավեշտ է այս ամեն ինչ կատարվում է, բայց այս զավեշտը ունի շատ հստակ երկու ուղղություն, ուղղություն համար մեկ, բավարարել Թուրքիա, Ադրբեջանի մեկ մակարդակ ավելի վերև, հա, անգլոսաքսոնական
վեկտորի պահանջները, այսինքն Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների հայերի գոյության հաշվին եւ ինչու ոչ ինքնության հաշվին ձևավորել նոր իրականություն Հարավային Կովկասում, որը ըստ էության դառնում է որոշակի նյարդային կետ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ, այդ խաչմերուկի իրական խաչմերուկի գործունեության ներքո, այսինքն որ ավելի հասկանալի լինի, մեզ դիտարկում են որպես տարածք Ինչով է դա վտանգավոր, մարդկա ասի դե լավ, դիտարկում են նրանում, որ այդ պարագայում միևնույն է, տարածքում ովքեր կլինեն, հայեր կլինեն, ադրբեջանցիներ կլինեն, այլ ազգիներ կլինեն, սա խնդիրը դրա մեջ է։ Եվ ապազգայնացումը, ապա իդենտիֆիկացիա, այսինքն մեզ որպես հայ, Հայաստան, աշխարհի հայերի, տուն, տեղ, սենց ասենք, այդ բոլոր նարատիվները դուրս մղելուց մեզ դարձնում են այսպես կոչված գորշ տարածք առաջի փուլում, երկրորդ փուլում էլ նա խնդրեմ Արևմտյան Ադրբեջան, դուք ասում եք Բրյուսել, չէ՞, սրանք ասում են եք կրկնում Ալիևին։ Բա ինչ անեն, եթե Ալիևի ասածները կատարվում է, դուք կատարում եք, իսկ ձեր խոստվածը չեք անում, բա ում ժողովուրդը ուշադրություն դարձնի։ Ալիևն այնց ոչ մեկի աշկերը չի սառե թշնամու խոսքերը բանանի մեջբերի, բայց դրա հետ մեկտեղ էլ դուք եք առաջին իրանց խոսքերը մեջբերում եւ դուք եք իշխանություն շանտաժի ենթարկում մարդկանց, բավական է։ Ասում են կամ իրանք են մնում կամ պատերազմ կլինի, ձեռ եք առնում ձեզ։ Այն պարագայում, որ իրականում 180 աստիճան հակառակ process-ը։ Իրենց արկայությունն է վտանգներ գեներացնում։ Երջանիկ դեմքով դուս են գալի, ասում են խաղությունը ո՞րն է։ Ո՞րն է խաղությունը։ Խաղությունը նա է, որ այսօր մենք գտնվում ենք տոտալ ճնշման ներքո, տոտալ եւ մեզ ամենօրյա ռեժիմով միջազգային հարթակներում մատնանշում են, ասում են, «Էդի ձեր տարածքը չի, էսի արևմտյան Ադրբեջան, մի հատ ձեն հանեք»։ Մի հատ այդ որ տես լուրջ դեմքով, ես իմ ուժեղ տղեկ եք, տես գորգռում եք սաղորը, բան գնացեք Թուրքի վրա գորգռացեք, ասեք ինչ ես խոսում։ Ոչ թե աղերսեք, ասեք վայ մի ասա Զանգեզուրի Միջանցք։ Ասում են ինչ ուզում է թող ասեն, մենք գնացել ենք ԱՄՆ փաստաթուղթ ենք ստորագրել, այնտեղ գրված է տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, ներքին օրենսդրությունը պահպանվում է։ Որ ԱՄՆ-ն է, որը Հայաստանին Ալբանիայի հետ է շփոթում, այդ նույն ԱՄՆ-ի մասին ենք խոսում։ Նույն ԱՄՆ-ն է, որը ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը թուղթը ստորագրելու ժամանակ հատուկ հաշվել եմ 4 անգամ Միջանցք բառը օգտագործեց, այդ նույն ԱՄՆ-ի մասին ենք խոսքը ասում։ Բա բզեք Թրամփին մի հատ։ Բա ասեք Թրամփ, կարող է գժվել ես, խի ես ասում Միջանցք։ Ինչի՞ չբզեցիք։ Դարձրել են աշխարհաքաղաքական խաղալիք մեզ։ Տվել են ում ձեռը ասես չեն տվել երկիրը, բոլորիս են տվել։ Ով ոնց կարա մեզ խաղացնումա բացի մեզանից, ստեղ էլ ձեն ես անում, ասում են, «Յա, ոնց, դու խաղությունա, եսի ինչ եք խոսում, ինչ եք, սա է խաղությունը»։ Ամենացածրագույն մակարդակի իջացրել են առհասարակ համաշխարհային։ Մեկ տարուց ավել է մենք կրակոցներ չկան, կոնկրետ Դե լավ, միակ Աստված ոչ անի, ստեղ կրակոցների հարցը չի։ Ամեն դեպքում խաղաղություն հաստատվել է։ Ոչ, չի հաստատվել, դա խաղաղություն չի։ Ամեն դեպքում լավագույն դեպքում հաստատվել է հրադադար։ Մի շփոթեք հրադադարը խաղաղության հետ։ Հրադադարը ենթադրում է չկրակել, բայց խաղաղությունը կլինի այն պարագայում, եթե խնդիրը, պատճառը կվերանա։ Եթե սրանք ասում են, որ պատճառը Արցախն է, պատճառը հետևանքն էր։ Դա մենք չենք գնացել, չէ՞, կներեք Սումգայիթ Բաքուարը։ Մենք չենք կոտորել, մեզ են կոտորել։ Մենք չենք տարածքային պահանջներ ներկայացրել, մեր հանդեպ են ներկայացրել։ Ներողություն, այդ վարդագույն, չգիտեմ, թիթերի հայացքով սենց պատճառը հետևանքային թեզերի մասին որ խոսում են, թող մի հատ հիշեն ու մի հատ վերլուծեն, այդ ոնց է ստացվում, որ չգիտես ինչու սրանց ասելով մենք ենք գեներացնում վտանգները, բայց տասնյակ տարիների վեր մենք ենք զրկվում մեր հայրենիքից, բնակչությունից, ամեն ինչից է գալի։ Գալիս է էլեմենտար մի բանից, Թուրքիա, Ադրբեջանը ունեն դոկտրինալ տեսլական, միավորվեն։ Եվ այս բախտը միայն հայերին չէ վիճակվել, բուլղարները, սերբերը, եզդիները, արաբները, ասորիները։ Մենք ինչ կարող ենք անել, որ իրենք նման նկրտումներ ունեն։ Մենք մեր համար վիզները ծռենք կդրենք, ամեն ինչ էլ կարող ենք անել։ Ոնց թե ինչ կարող ենք անել։ Աջակիցներ ունենանք եւ մենք մեր օրակարգ առաջ տանենք։ Բա ունեցեք աջակիցներ։ Աջակիցների պարագայում ոչ թե գնացեք ամպագորգոր դրեք, քան դուք հարապ անեք ամբողջ անվտանգային համակարգը, ստե ոչ ամերիկացու, ոչ ռուսի, ոչ իրանցու խնդիրը չի։ Հարց եմ տալի։ Իրանը
կենսականորեն հետաքրքրված է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա։ Բերեք Սյունիքում նվազագույնը լայնամասշտաբ իրանցիների հետ ռուսին դնում են մի կողմ։ Հələ դնեմ մի կողմ, որ չասեն հիմա, ըհը, ռուսի, չգիտեմ, թեզն են առաջ տանում։ Իրանցիներին հրավիրեք, իրանցիներից զենք առեք։ Ակնհայտորեն ցույց տվեք, Իրանը հոգնեց արդեն մեզ այդ մեսիջները ուղարկելով։ Ինչի՞ չեք անում։ Կարող է Ամերիկան նեղանա։ Ուրեմն Ամերիկան խորապես թքած ունի ամբողջ աշխարհի վրա, բացի իր շահերից։ Եվ դա հասկանալի է, դա Ամերիկայի տեսլականն է։ Ասում է Վաշինգտոնում ստորագրել ենք։ Անունները չեն հիշում ում այդ ինչ են ստորագրել։ Երկրներն են շփոթում։ Միացյալ Նահանգները դիտարկում են Հայաստանի Հանրապետությունը եւ առհասարակ ցավով եմ արձանագրում, ամբողջ աշխարհը դիտարկում է Հայաստանի Հանրապետությունը որպես տարածք եւ հասցրել են այդ ամենին սրանք։ Հիմա այս խաղաղության օրակարգը իշխանության կողմից ներկայացվում էր որպես ընտրություններին վերարտադրվելու միջոց, մենք տեսնում ենք, որ այդ չի կնքվում վերջնականապես այդ փաստաթուղթը։ Հիմա կարող է Փաշինյանը գնա արտահերտ ընտրությունների, կարծում եք, որպեսզի իմաստավորն է ինքը գնա արտահերտ։ Դե եթե փաստորեն անցնի գա հունիս ամիսը եւ տեսնեն պայմանագիրը չի կնքվում, արդեն այդքան որ խոսախաղաղություն է հաստատված եւ այլն, այդքան էլ համոզիչ չի լինի մարդկանց համար։ Վստահություն չի ներշնչի, կասեն ինչու չի կնքվում, 1 տարի համարի անցել է չի Ադրբեջանը չունի նպատակ իրականում կնքել ինչ-որ նախ խաղաղության պայմանագիր չի դա Հայաստանի Հանրապետության ինքնաոչնչացման համաձայնագիրն է։ Սկսենք դրանից, որի անունը դրել են խաղաղության պայմանագիր։ Բայց նույնիսկ դա Ադրբեջանը չի անում, մեզ շանտաժի տակ ենթարկելով եւ իրան կանեն հետեւյալը։ Կանեն ժողովուրդ ջան, դուք պետք է ընտրեք մեզ, որ վերջնական խաղաղության պայմանագիրը մենք ստորագրենք սահմանադրությունը փոխելուց հետո։ Սահմանադրության փոխելու հիմնական իմաստը ի՞նչն է։ Բազա է նախապատրաստվում իրավական արևմտյան Ադրբեջան ձևավորելու համար։ Մարդիկ հո ապուշ չեն, հասկանում են, չէ՞, ինչ է համար արվում։ Մասի սարից սկսած բարոյա հոգեբանական այդ ընկճախտի մեջ գցելով առավոտից Դե մարդիկ թող քվե չտան այդ սահմանադրությանը։ Եվ իդե Փաշինյանն էլ այդ մտավախությունը ունի, որ հնարավոր է չանցնի այդ սահմանադրությունը։ Քվեի տալու չտալու խնդիրը չի։ Ստեղ խնդիրը նա է, որ մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս իշխանության տանիքն են, իսկ Թուրքիա-Ադրբեջանի տանիքը անգլոսաքսոնական վեկտորն է, ամերիկացիներն են, բրիտանացիներն են, եվրոպացիներն են, եւ այս պարագայում իրենք խնդիր ունեն երկու փուլով լուծել հարցը, առաջինը լեգիտիմացնել հայ ժողովրդի կողմից ինքնաոչնչացման գործընթացը, ինչը 26 թվականի ընտրություններին պետք է լինի, հետո պայմանական հայերեն ասած թղթավորել էդի, սահմանադրությունը փոխել, այսինքն Հայաստանի Հանրապետության գոյության փաստաթուղթը հիմնական դարձնել օֆիսի կանոնակարգ։ Իսկ որտեղ չի լինի ոչ մի ազգային, ոչ մի պետական, ոչ մի կանոններ կլինեն գոյատևելու։ Այդ կանոնների հիման վրա այ խոսքս հիշեք։ Աստված ոչ են իհարկե այս ամենը լինի։ Ձևավորվելու է հետո արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որը արդեն իսկ ձևավորվում է։ Դուք նշեցիք Բրյուսելում հավաքվում են Եվրոպայում, հա? Եվ քննարկում են արևմտյան Ադրբեջանի մասով ինչ-որ վեհաժողով։ Հայկական կողմը միա ծպտուն հանում, հա? Ծպտուն միա տագն են հանում, հա? Ասում ես ինչ եք անում, արա, հենց այտենց։ Մեկ անգամ խոսում։ Բա խաղաղություն է։ Բախի միա ծպտունները դուրս չի գալի։ Մեկ անգամ անդրադարձան, որ դա տարածքային պահանջ է նշանակում Հայաստանի կողմից եւ ավարտել։ Չէ, ինքը Բրյուսելին չեն անդրադարձել, հանրապես ամիսներ առաջ, այո։ Հա, ինչ։ Այդ խոսույթին Հա, Ադրբեջանը ստա, հա, հետո։ Հետո հրավիրում են Երևան այն վիժվածքներին, որոնք Բերձորի բանն էին, չէ, փակում։ Լաչինի Միջանսկը, երբ որ հայերը Ղարաբաղում երեխեքը կնանիկ սովից այնորն էին ընկել, որ ուղակի գիտեք խոսելու չի։ Ու դրանց այդ ճանապարհը վիժվածքներին կանչում են Երևան։ Արդեն խոսալս էլ չի գալի։ Հա ցնդել եք լրիվ։ Դե լավ, ուզում եք այդքան շատ բարեկամանաք Թուրքիա-Ադրբեջանցու հետ պաշտպրոշտյան եք, ուրիշին կանչեիք։ Հատուկ էին այդ կնոջը ուղարկել այնտեղից։ Դե հիմա հատուկ են ուղարկել թե չէ, տեսեք,
մշտական որովհետեւ մեկ այլ ուրիշը գար, այդպեսի սուր արձագանք չէ։ Տեսեք, մարդկանց ստորացման ու նսեմացման գործընթացը ճնշված պայելու ինքը պետք է լինի անընդհատ։ Թուրքիա, Ադրբեջան այս իշխանությունը նույնն են անում։ Հա ճնշված վիճակի մեջ են պահում։ Տեղն էլ ասում են, իսկ դրա դիմաց ստանում են խաղաղություն։ Ժողովուրդ, հարց տվեք ձեզ, ում են ճնշված միշտ պահում։ Այն տարին ում ուզում են ոչնչացնել։ Ում են զրկում ինքնությունից։ Այն տարին ում ուզում են ոչնչացնել։ Ում են միշտ գիտեք շինց ու պատրվակների մեջ պահում, հույսերի մեջ պահում։ Այն տարին ում ուզում են ոչնչացնել, չենք ուզում ենք սա հասկանալ։ Ոչնչացումը միայն յաթաղանով չի։ Հիմա այն ինչ որ կատարվում է եկեղեցու հետ կապված, Կիրակի օրը Փաշինյանը կրկին հովանավանք է գնալու, ասում է աղոթքները պետք է շարունակենք, մինչև որ հասնենք Սուրբ Էջմիածին եւ կաթողիկոսից պահանջենք, որ նա հեռանա։ Այս գործընթացը ինչ հաջողություն կարող է ունենալ եւ ինչպես պետք է պաշտպանեն այն մարդիկ, ովքեր դեմ են այդ ամենին։ Տեսեք, ամեն մարդ իր մեջ պետք է որոշում ընդունի։ Ինքը ով է, ոչ թե եկեղեցի, 1 եկեղեցի, 2 եկեղեցի, 3 եկեղեցի, այստեղ մի քիչ այլ խոսքի մասին է գնում։ Եթե խոսքը գնում է օրինակ կաթողիկոսի մասին, չէ, որ ասում են ինքը հա տենշ իհարկե, հա կուսախախտել լեգիտիմ չէ։ Բայց այդ պարագայում ստացվում է, որ ըստ էության ամբողջ Հայաստանի Հանրապետության եկեղեցական գործընթացը, որը վեհապարի ժամանակ եղել ինքը լեգիտիմ չի, ամուսնություններ, կնունքներ, չգիտեմ, չէ, այդ որ բան արը նույն այդ անունը ինչ է, Ստեփան Ասատրյան, հա, Ստեփան Ասատրյանին ով է ուծել։ Փաստորեն ի սկզբանե ուծվածը չի աշխատում, չէ, եթե տեսնենք այդ տրամաբանությամբ շարժվում հիմնվենք իշխանության տրամ, այսինքն դա չաշխատող տարբերակ է։ Այն, որ իշխանությունը ունի նպատակ եկեղեցու վրա ճնշումներ գործադրելով, հա, նույն այդ մեզ ինքնության զրկելու, հա, ճանապարհի ուզում են հնազանդեցնել եկեղեցին։ Ես չգիտեմ իրենք որ Փաշինյանի հրաժարականը չպահանջեն, դեմ չխոսեն, չքննադատեն։ Հնազանդության խնդիրը չի, այստեղ ինքը կոմպլեքսային գործընթաց է եւ եկեղեցու այդ գործողությունները իրենք այո կարևորագույն դեր ունեն, բայց իրենք ընդհանրապես գործողությունների մասնիկից են։ Ես հիմա հասկանում եք շատ է խոսացվեց թեմայի մասին, շատ է խոսացվեց։ Բայց դա գործընթացը շարունակվում է եւ կուլմինացիա պետք է լինի ըստ Փաշինյանի, որը կլինի Էջմիածինում փաստորեն։ Դե ես չգիտեմ, եթե ըստ նախագծված սցենարի։ Տեսեք, եթե կուլմինացիա պիտի լինի եւ համաձայն նախաձեռնության իրանք ինչ-որ սցենարներ նախագծը, ես ճիշտ ասած մեծ վերապահումով, մեծ կասկածով եմ վերաբերվում իշխանության նախագծին, ցանկություններին իրականում, որովհետեւ այստեղ խնդիրը կաթողիկոսի մեջ չի, այստեղ խնդիրը նրանն է, որ իշխանություններին չհաջողվեց մարդկանց համոզել, որ խնդիրը օրինակ եկեղեցու սպասավորներն են, այլ ոչ թե հայկականություն, այսինքն հայկական եկեղեցին։ Ճղում են իրաց մեջտեղից չի ստացվում։ Ուղղակի չի ստացվում։ Նկատի ունեք, որ քիչ մարդեր հովանավան գնացին։ Չէ, դա ի նկատի ունեմ ընդհանուր առմամբ այս process-ը չունի աջակցություն եւ սա խորքային process է։ Ինչ ասեմ, ապակայունացման գործընթացը միշտ եղել է ներքին ապակայունացման, ներքին պարապման գործընթացը միշտ եղել է իշխանության հիմնական խաղաքարտը, որը մենք տեսնում ենք, այս տրամաբանության մեջ էլ կարելի ասել, որ այս ամենը այդ ընդհանուր խժդժություններ միշտ գեներացնելու տրամաբանության մեջ է, ճիշտ ասած մի քիչ սա մի մեծ հաղորդման, հա, թեմա է, դրա համար սենց առայժմ ֆիքսենք, որ լավ բանի էսի չի բերում, լավ բանի չի տանում, մենք կրկին ունենում ենք նոր բաժանարար գծեր, մենք կրկին ունենում ենք մի իրավիճակ, երբ որ հայկական ինքնության հիմնական ինստիտուտը հարվածի տակ է։ Իսկ պաշտպանություն պետք է իրականացվի եկեղեցու հետ կապված, շատերն ասում են պետք է կաթողիկոսը կոչնչեցնի, գնան կանգնեն Ես կաթողիկոսի ներողություն, ես կաթողիկոսի տեղը ոչ մի բան չեմ որոշում, չեմ կարող կարծիք հայտնել։ Գործողություն պետք է արվի, եթե Փաշինյանը գնա դրան։ Ըստ երևույթի ես չգիտեմ, ըստ երևույթի ես այս եկեղեցու խոնարհ զավակն եմ, իմ եկեղեցին ինչ ասի, հասկանում եք, դա էլ պետքա լինի ըստ էության, յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար, հա, դա այդպես։ Դժվար է ասել, հասկանում եք, շատ դժվար է։ Այն որ process-ը ինքը նեգատիվ process է, լավ process չի, սա ակնհայտ է։ Ինչի է դա բերում, ինչի դա կբերի, դա էլ է ակնհայտ։ Նվազագույնը բերելու է ավելորդ պառակտմանը։ Այսինքն մենք այստեղ չենք ունենա հանրային համերաշխության նույնիսկ հույս մոտակա ժամանակահատվածում։ Ում է դա ձեռնտու։ Եկեք հարցնենք ինքներս մեզ, ում։
Հենց այդ պաշտպանելու ժամանակ էլ հնարավոր է, որ մեծ բախումներ, այսինքն ինչպես պետք է լինի առանց բախումների, եթե մարդիկ գնում են պաշտպանում են, կաթողիկոսի մյուսները ասում են հեռացիր։ Չեմ ուզում մտածեմ դրա մասին, որ ասում եմ, եկեք ասում եմ խոսքը մարմնավորման բան ունի, չէ, ունակություն ունի, նույնիսկ չեմ ուզում մտածել եւ նույնիսկ չեմ ուզում նույնիսկ։ Հիմա իրավապահ համակարգը լծված է այս ամեն ինչի, տեսնում եք Հովանավանքում գիշեր-ցերեկ նրանք վերահսկում են։ Ինչ վերաբերում է եկեղեցին, իրեն տանտեր տիրակալ է զգում, տեսեք, ինչ վերաբերում է փոխել է բանալիներն իր ձեռքում են։ Տեսեք, ինչ վերաբերում է եկեղեցուն, ինչ վերաբերում է Հովանավանքում տեղի ունեցող գործընթացներին։ Եվս մեկ անգամ ֆիքսում ենք հետևյալը, որ յուրաքանչյուր գործընթաց, որը միտված է հայոց առաքելական եկեղեցու, այսինքն հայկական ինքնության մասնատմանը, հա, միտված։ Մենք կրկին անում ենք շատ կարևոր մի սխալ, մենք սևեռվում ենք անձերի վրա։ Մենք սևեռվում ենք Ստեփան Ասատրյանի, հա, մենք սևեռվում ենք անձերի վրա։ Նիկոլ Փաշինյան, չգիտեմ, ընդդիմության ներկայացուցիչ եւ այլն։ Մենք պետքա տեսնենք եւ դիտարկենք process-ը գլոբալ առումով։ Այդ պարագայում մենք գլոբալ առումով հետեւյալն է։ Եկեք հարց տանք. ում է ձեռնտու Հայաստանի Հանրապետության հիմնարար հայ ժողովրդի հիմնարար ֆունդամենտալ կառույցի քայքայումը, ում է ձեռնտու։ Ում։ Միայն այն աշխարհաքաղաքական խաղացողներին եւ կառույցներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի եւ հայ ժողովրդի ապա դեմորալիզացիայի, դե լավ, սենց ասեմ։ Ապա մոնտաժման եւ այլ եկեղեցին չեն քանդում, ազատագրում ենք։ Եկեք սենց անենք, էլի ով ինչ ասում է դնում ենք մի կողմ։ Մենք կրկին վերադառնում ենք անձերի։ Հայտարարությունները այդպեսին են։ Ազատագրում են եկեղեցին։ Դե գիտեք, մարդիկ կան հավատում են, որ իրավունքը տափակ է, մարդիկ կան հավատում են, որ օրինակ, չգիտեմ, ռեինկարնացիա գոյություն ունի։ Ես որ ասում եմ, ինչի՞ մա դնեմ քննարկեմ։ Իրանց կարծիքն իրանք ինչ ուզում են թողում դա հավատան, չկամ չհավատան, գոյություն ունեն փաստագրական, բացի փաստագրականից նաև ասենց ասենք ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական եւ սոցիումի զարգացման կանոններ եւ օրենքներ, որոնք ասում են հետեւյալը, երբ որ ասենց նույնաբովանդակ process-ներ են սկսում, սոցիումը սկսում է քայքայվել, վերջ։ Էլ մնացած ով ինչ ասում դնում ենք մի կողմ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գործարկել է ոստիկանության գվարդիան, շրջեց ներքին գործերի նախարարի հետ, ստուգեց նրանց հագուստները, նոր ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել, հետո ասաց, որ ոստիկանությունը պետք է ելնի այն կանխաբարկածից, որ խնդիրներ չստեղծի եւ ուժ չկիրառի քաղաքացիների հանդեպ, բայց ըստ անհրաժեշտության նաեւ դա պետք է անի։ Այս գաղափարի հետ կապված ինչ կասեք։ Թիվը մեծացնելու հետ կապված ոստիկանական ուժերի։ Ըստ էության, այո, իշխանությունը դիտարկում է իր գոյության հիմնական կոմպոնենտներից մեկը ուժային գործոնի ուժեղացումը, այսինքն տեսեք, որքան հանրային աջակցությունը իջնում է, նույն այդքան աճում է անհրաժեշտությունը ուժային գործոնի ավելացման։ Ազգային գվարդիան դա կրկին, գիտեք, հիշացնում է նույն process-ները, ինչը մենք տեսնում ենք Մոլդովայում եւ Ուկրաինայում, նույնը ըստ էության այնտեղ էր կատարվում։ Զարմանալի չի, հետեւողականորեն իջնում է իշխանության ռեյտինգները եւ աճում է ուժային գործոնի, ասած, անհրաժեշտությունը կոմպոնենտի։ Այստեղ զարմանալի բան չկա։ Նույնիսկ քննարկելու բան չկա, սա սпасելի է։ Այսինքն ընտրություններից առաջ հայտարարված է ընտրությունների առնչություն ունի այս ամեն ինչը։ Միգուցե, չեմ ասում, ուղղակի էլ ունի, անուղղակի էլ ունի, եկեք ֆիքսենք հետևելը, ձևավորում է մի մարմին ուժային կառույցներում, այն կառույցներում, որոնք ուղղակի աննախադեպ ուռճացված են։ Եվ ամեն ինչ գալիս են գնում է իր տեղը։ Այո, որքան իջնում է ռեյտինգը իշխանությունների, այդքան ուժային գործոնի կարիքը բարձրանում է։ Խոսում է, որ գվարդիան պետք է վերահսկի մեծ միջոցառումները, որոնք տեղի կունենան։ Նույնն է, ուզում եք անվանեք գվարդիա, ուզում եք անվանեք, չգիտեմ, այլ բան, նույն ոստիկաններն են լինելու, միգուցե համազգեստու ուրիշ ու նույն ոչ նա։ Մինսկում տեղի ունեցել Եվրասիական անվտանգությանը նվիրված վեհաժողով, դուք եւս մասնակցել եք, տարբեր երկրներից ներկայացուցիչներ կային, Չինաստանից, ԱՄՆ-ից, Կորեայից։ Ինչ միջոցառում էր, ինչ մասն էր։ Ըստ էության դա միակ հարթակն է մնացել համաշխարհային, որտեղ ամերիկացիները, եվրոպացիները, բրիտանացիները, ռուսները, կորեացիները, բելարուսները, իրանցիները, չինացիները եւ այլն, հա, ասեմ ներկայացված նախարարների, նախագահների, փոխնախարարների, հա,
ամենակարևորագույն վերլուծական կենտրոնների ղեկավարների մակարդակով ուղղակի առերեսվում են իրար հետ եւ քննարկում են նոր աշխարհակարգի կանոնները եւ սահմանները։ Այդտեղ է որոշվում այդ ամենը, այսինքն այդտեղ հղկվում է կանոնները նոր աշխարհակարգի, որտեղ է լինելու սահմանները, ով է ինչ վերահսկելու, ով կոպիտ ասած ինչա ուզում ստանալ կամ ինչա պատրաստ տալ։ Չափազանց կարևոր եմ համարում առհասարակ գոնե իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը այդպիսի ֆորումներին, որովհետև այնտեղ է որոշվում ամեն ինչը, այլ ոչ թե կանգնել ու ասել, գիտես ինչ կա, մենք ստե չեն գնում, ասել մեր ոդկա այնտեղ չի լինելու, քանի դեռ Լուկաշենկոն ումա ձեռնտուտը թուրքերը ու ադրբեջանցիները ներկայացված էին, ռուսները ներկայացված էին, ամերիկացիները ամենաբարձր մակարդակով ներկայացված էին, եվրոպացիները ներկայացված էին։ Եվ ինչ էր խոսում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Համարյա հայ-ադրբեջանական քեյսին չանդրադարձան, բայց իմ մոտ հստակ տպավորություն է, որ նույն ամերիկացիները, եվրոպացիները բոլորը դիտարկում են Հարավային Կովկասը Հայաստանի պարագայում ընդհանրապես որպես տարածք եւ իրանք ասում են հետեւել, եթե դուք որոշել եք, որ դուք չեք պաշտպանում ձեր ազգային շահերը, ինչի համար պետք է մեկ ուրիշը գա ձեր շահերը պաշտպանի, ռուսը պաշտպանի, իրանցին պաշտպանի, ամերիկացին, եվրոպացին, դուք եք որոշը, որ ձեռքերդ բարձրացնում եք վերև, ապագա գոռալով գնում եք դեպի իբր խաղաղություն, ըստ դե գնացեք։ Սա է լեյտմոտիվը եւ շատ կարեւոր մի խորագրով էր անցնում, ամենակարևոր միտքը հետեւյալն էր, որ ամբողջ աշխարհը եկավ նվազագույնը 48 պետությունների ներկայացուցիչները մի շատ կարևոր հանգրվանի, որ մի պետության անվտանգությունը չի կարող ապահովի այլ պետության անվտանգության հաշվին։ Բա Հայաստանի ներկայացուցիչները պետական չլինեին ընդե, ասեին այո, Ադրբեջանի անվտանգությունը չի կարող ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության հաշվին, ինչը այսօր մենք տեսնում ենք։ Ինչը այսինքն սաղ աշխարհին շո մի ուղղությունով է գնում, այս իշխանությունը գնում է դեպի Թուրքիա։ Այ ժողովուրդ ջան, ախր ոնց։ Բայց ամեն դեպքում արևմուտքից շատ ողջունում են Թուրքիայի հետ հարաբերությունները, ասում են գնացեք դեր հարցերը կարգավորեք իրար հետ։ Տեսեք, արևմուտքի համար արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ միևնույնն է։ Դու իրանք կողջունեն, կասեն, որ իրենք բիզնեսի եւ աշխարհակաղակական սահմանների տեսանկյունից են դիտարկում։ Դե չի լինի մեկ աշխարհակաղակական գործոն, օրինակ Աստված Եվրոպայի Հայաստան չի լինի, իրենց համար նորմալ է, էլի։ Թուրքերի հետ կպայմանավորվեն։ Այո, յուրաքանչյուր գործընթացը, որը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ Հայաստանը իրականացնում է, նույնիսկ եթե տանում է Հայաստանի ապամոնտաժման, ինքը ողջունվելու է ամբողջ աշխարհի կողմից։ Որովհետեւ ամբողջ աշխարհին չեն կոտորում, ամբողջ աշխարհին չեն ունեզրկում, ամբողջ աշխարհին չեն տնից դուս հանում, ամբողջ աշխարհին չեն կոտորում, մեզ են կոտորում։ Եթե մենք համաձայն ենք ու հաշտ ենք այդ մտքի հետ, իրանք 1000 անգամ ավելի հաշտ են։ Ասում են տենց ես որոշել ես վարի գնաս, դու վարի գնա։ Ողջունում եմ, ես իմ միտքը, ես իմ շահը, ես իմ աշխարհակաղակական բոլոր բոնուսները կստանամ այդ process-ից, սա է։ Թե չէ դրել ենք սատանի, այլ ենք հանդրբազություն ենք անում, ինքներս մեզ խափում ենք իբր խաղաղություն է եկել։ Զավեշտ է ուղղակի։ Հետո ինչ պետք է էլի դուրս գան, ասեն կներեք ժողովուրդ չստացվեց, բայց պարզապես այդ ժամանակ ոչ դուրս գալու տեղ է լինելու, ոչ էլ ժողովուրդ։ Իսկ ես չեմ ուզում, որ իրանք Բրյուսելներից, Ստոկհոլմներից, Փարիզներից ու տարատեսակ Կանադաներից մեմուարներ գրեն, թե ինչի համար իրանց մոտ չստացվեց։ Ասում են, եթե մեր խաղաղության մոդելը դες դուրս չի գալիս, դուք ներկայացեք ձեր խաղաղության այլընտրանքը։ Ընդդիմությունը ընդհանուր սա էլ է խնդիր։ Ինչ տեսլական ունի խաղաղության։ Ես չեմ կարող ամբողջ ընդդիմության տեղը ասեմ, բայց գոյություն ունի հետեւյալը, այո, պետքա քննադատվի, բայց ո՞րն է սրա այլընտրանքը։ Այո, պետքա ձևավորվի այլընտրանք, պետքա վարել բանակցություններ Ադրբեջանի հետ։ Այո, միանշանակ պետքա, բայց բանակցություններ վարել, ոչ թե կատարածու լինել։ Պետքա Թուրքիայի հետ փորձել հարաբերությունները բարելավել։ Այո, պետքա, բայց ոչ թե Հայաստանի Հանրապետության ինքնության եւ գոյության հաշվին։ Այո, պետք է։ Ինչպես եւ ոնց է մեխանիզմները։ Հիմա այդ ինչպեսի ձևը չգիտեն, ինչու չեն ներկայացնում։ Մի քանի ես չգիտեմ, ինձ եք հարցնում։ Ես գիտեմ մի բան, այո, պետք է նվազագույնը հասկանալ, որ եթե դու գնում ես բանակցային գործընթացի, դու պետք է ամուր դիրքեր ունենաս, մեկը դիրքերը տամրացրու։ Դու նախորդ ճարտարապետությունը անվտանգային քանդում ես, այս ճարտարապետությունը չես ստեղծում, լուրջ դեմքով ելնում ես, ասում ես մենք առանց միջնորդ ենք խոսում։ Ով է երաշխիք, որ Ադրբեջանը ստորագրում է ինչ-որ թուղթ ու ինքը չի կատարի իր ստորագրածը, իսկ քեզ կստիպի դու անես։ Ով է երաշխիքը։ Դու
Դու որ առավոտից իրիկուն գոռում ես, ասես վայ ինչ ուզում ա լինի, մենակ պատերազմ։ Ասում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որևէ մեկը երաշխիք չտվեց եւ հենց հաջորդ մի քանի օր հետո խախտեց Ադրբեջանը։ Իսկ հայկական կողմը ինչի համար կամովի հանձնեց Հայաստանի Հանրապետության նվազագույն այն ժամանակ տարածքներից մեկը Գորիս-Կապան ճանապարհը ու մի բան էլ գլուխ ա գովում ու բարձրանում ասում է քարտեզների հիման վրա, որ քարտեզների։ Ասում եք, երբ որ դու հրաժարվում ես պաշտպանել քու ինքնությունը եւ տարածքային ամբողջականությունը, դու իրավունք չունես մունատ գաս սրա նրա վրա, դու սկսի պաշտպանել, քեզանից է սկսում պաշտպանելը քու երկրի։ Եվ այստեղ պատերազմի խնդիր չի։ Պատերազմը սկսում է այն ժամանակ, երբ որ դու հարվածի եւ հակահարվածի հնարավորությունը նվազեցված է, նվազագույնի է հասցրած, ինչը եղավ 20 թվականին։ Երբ որ դու կարող ես այնպիսի պատասխան տալ, որ հակառակ կողմը 1000 անգամ կմտածի, մինչև քեզ խփելը, այդ դեպքում չի լինում պատերազմ։ Դա է խաղաղության մոդելը, միակ, այլ մոդել չկա։ Դա հայ ու ադրբեջանցու հետ չի, կապված միայն, դա հասարակ այդպես է։ Եվ ագրեսիան մենք հրաժարում ենք ընդունենք մի շատ կարևոր դրվագ։ Պատճառը ինչումն է, որ մեզ հա ուզում են ու կոպիտ ասած վարի տան, չգիտեմ թուրքերը հա կոտորած են անում, Արցախը հայաթափեցին, պատճառը ինչումն է։ Պատճառը նրանում են, նրանք ուզում են միանան։ Մեր հաշվին կոպիտ ասած ձևավորեն մեծ թուրքական աշխարհ։ Հա մենք էլ կանգնած ասում ենք, դե ուզում եք դե ձևավորեք, ոչինչ։ Սահմանների անձեռնամխելիություն։ Միած Սիրիան տեսեք ինչա կատարում, Լիբիայում ինչա կատարում, հյուսիսային Իրաքում ինչա կատարում։ Ում եք ինչ եք պատմում, աշխարհում չի աշխատում միջազգային կանոնները, օրենքները եւ Բելարուսը բերեցիք օրինակ ընդեղա ձևավորում նոր աշխարհակարգը։ Իսկ մենք չկանք։ Մենք ստեք բան ենք անում, սելֆիներ ենք անում, դուս են գալի խաղաղությունից ենք խոսում։ Այնտեղա ձևավորվում խաղաղությունը։ Երբ որ ռուսը, ամերիկացին, եվրոպացին, թուրքը, չգիտեմ, ադրբեջանցին, չինացին, ֆրանսիացին, բելգիացին, կանադացին նստած են սեղանի շուրջ իրար ամեն մարդը իր հարցն է քննարկում։ Ուղղակի ցնդելու բան է։ Մարդ մի հատ ուղարկեիք, գոնե մեկին ուղարկեիք լսեր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։